Բարի լույս սիրելիներս, ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, եւ ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաեւ նրանից ծնվածին։ Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո որդուն, եւ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատվիրանները։ Հիսուս Քրիստոսին հավատալով, սիրելիներս, մենք որդեգրվում ենք Աստծուն, եւ սիրելով Հիսուսին, մենք հավատում ենք Հորը, եւ մենք բոլորս դառնում ենք մեկ ընտանիք։ Մարդկանց հանդեպ սեր եւ Աստծո հանդեպ սերը անբաժանելի են։ Եթե մենք կարողանանք իրար սիրել, մենք այդ սիրով կարող ենք մեկ ընտանիք դառնալ։ Աստծո նպատակը մեկն է այս աշխարհի մեջ, որ մարդիկ, ովքեր կորցրեցին իր ներկայությունը մեղքի պատճառով, կարողանան նորից համախմբվել եւ Աստծո ընտանիքի մասը կազմել։ Հիսուսի ամբողջ նպատակը գալու այս երկրի վրա մեզ փրկելու մեկ էր, նորից մեզ վերադարձնել մեր ընտանիք, այնտեղ որտեղ մենք երջանիկ ենք, ուրախ ենք, առանց ցավի, առանց կռվի, առանց պատերազմի, մենք կարողանում ենք ապրել։ Ամեն ինչից շատ այսօր մարդիկ կարիք ունեն, որ հավատան Հիսուս Քրիստոսին։ Եվ սա է Աստծո կամքը, որ մենք հավատանք Հիսուսին։ Հիսուս ինքն էլ ասում է. «Իմ հոր կամքն է, որ հավատաք նրան, ում որ ինքն ուղարկեց, իր որդուն Հիսուս Քրիստոսին»։ Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ մենք նորից որդեգրության շնորհն ենք ստանում։ Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ երկինքը նորից բացվում է մեզ համար։ Եվ վերջապես Հիսուս Քրիստոսի միջոցով է մենք մարդիկս կարողանում ենք իրար սիրել եւ այդ սիրո հարաբերության մեջ ապրել։ Առանց Հիսուս Քրիստոսի ներկայության եւ այդ բուժիչ սիրո, սիրելիներ, մենք կյանքի մեջ ամեն օր նեղություններ, դժվարություններ, փորձություններ պիտի ունենանք, այնքան որ պիտի նույնիսկ իրարից հեռանանք։ Դրա համար Հիսուսն որ փորձությունները, նեղությունները շատանան, շատ-շատերի սերն էլ պիտի ցամաքի։ Եվ որպեսզի մեր սերը չցամաքի եւ մենք կարողանանք այդ սիրո մեջ հարատև ապրել եւ հավիտենական կյանքի ճանապարհից չսեղվենք, ուրեմն պետք է հավատանք եւ ծնողին եւ որդուն, որպեսզի այդ սիրով պահենք նաեւ պատվիրանները։ Եթե պատվիրանները պահեցինք, դա ապացույցը կլինի Հիսուսի եւ Հոր հանդեպ մեր հավատքի եւ Սուրբ Հոգու շնորհներով ու ներգործությամբ նորից պիտի դառնանք ժառանգ հավիտենական կյանքի համար։